Ժորժան Հայաստանը չի գնում դեպի Եվրամիություն, որևէ հայտ չի ներկայացրել եւ բանակցություններ չի վարում, որպեսզի դառնա Եվրամիության անդամ։ Սրա մասին հայտարարել է Արարատ Միրզոյանը Լավրովի հետ մամուլու ասուլիսի ժամանակ, ասելով, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում դառնալու Եվրամիության անդամ եւ այդ բանակցությունները կամ հայտը այս պահին օրակարգում չեն։ Ինչու ի վերջո Հայաստանը ընդունեց օրենք ազգային ժողովում եվրոինտեգրման ուղղությամբ եւ հայտարարեց, որ գնում է դեպի եվրոինտեգրում, բայց իրականում չներկայացրեց հայտ եւ չի վարում հիմա բանակցություններ Եվրամիության անդամ դառնալու համար, եկեք միասին հասկանանք։ Ոմանք ասում են, որ այս որոշումը կապված է նրա հետ, որ Ռուսաստանին չջղաձգեն, ոմանք ասում են, որ սա ուղղակի իշխանությունների քաղաքական հաշվարկն է, որ հիմա պետք չի գնալ դեպի Եվրամիություն եւ հասկացել են դա ընտրություններից առաջ վտանգավոր է, բայց ես կարծում եմ, որ հաշվարկ չի, որովհետեւ Եվրամիությունը այդ օրենքը ընդունելուց հետո ազգային ժողովում որևէ լուրջ արձագանք չտվեց։ Չասեց, այո, շատ լավ որոշում է, մենք սպասում ենք ձեզ, հրավիրում ենք ձեզ։ Այսինքն Հայաստանի իշխանությունները հասկացան, որ Եվրամիությունը մեզ չի սպասում, որ Եվրամիությունը որևէ արձագանք չի տալիս այդ ընդունված օրենքին, որ Եվրամիությունը չի ասում, եկեք, մեր դռները բաց է ձեր առջև։ Սա է, որ Հայաստանի իշխանությունները հասկացել են եւ հասկացել են, որ սա անիմաստ ուղղություն է, որտեղ մեզ չեն սպասում։ Ի վերջո եկեք հասկանանք, որ Հայաստանը առաջինը չէ, որ ցանկանում է գնա դեպի Եվրամիություն եւ իրեն այնտեղ չեն սպասում։ Թուրքիան է երկար տարիներ կանգնած Եվրամիության դռան մոտ, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եւ այդ երկրներին ուղղակի տվել են խոստումներ։ Բայց եթե այդ երկրներին տվել են խոստումներ եւ որոշ երկրներ ունեն դիտորդի կարգավիճակ, հա, գործընկերոջ եւ այլն, ապա Հայաստանի դեպքում չկա որևէ լուրջ քայլ Եվրամիության կողմից, որ մենք հասկանանք, որ առաջիկայում կամ հերանեկարային առումով մենք կարող ենք դառնալ Եվրամիության անդամ։ Եվրամիությունը այստեղ լուրջ ներդրումներ, միլիոնավոր, միլիարդավոր դոլարների չի արել, ուղղակի խոստումներ է տվել, որ կանի։ Եվրամիությունը լուրջ փողեր չի դնում մեր տնտեսության մեջ, չի բացում ստեղ գործարաններ, չի բացում ստեղ բիզնեսներ, չի բացում ստեղ որևէ կարևոր բաներ, որոնցով մենք կարող ենք հասկանալ, որ մենք Եվրամիության համար կարևոր գործընկեր ենք։ Բացի դրանից, մեզ որևէ մեկը չի ասում, որ մենք կարող ենք դառնալ այդ մեծ արևմտյան ընտանիքի անդամ, օրինակ անվտանգային բաղադրիչի դեպքում, իհարկե դա ՆԱՏՕ-ն է, բայց որևէ մեկը մեզ չի կանչում նույնիսկ դեպի ՆԱՏՕ, ոչ մեկ չի կանչում դեպի Եվրամիություն, ոչ մեկ չի կանչում մեզ դառնալու այդ ընտանիքի անդամը։ Մենք ուղղակի որոշել էինք, որ կարող ենք դառնալ, այդ օրենքը ընդունվեց եւ Հայաստանի իշխանությունները հասկացան, ես վստահ եմ, որ Եվրամիությունը մեզ չի սպասում։ Հիմա սա է միակ բացատրությունը, ովքեր ինչ կփորձեն բացատրել, ասել, որ սա իշխանությունների ցանկությունն է, եթե մեզ սպասեին, բնական է այդ օրենքը ուղղակի չէր ընդունվում։ Դրանից հետո պետքա հայտ ներկայացնեինք, բայց ըստ արդեն բոլոր խոսակցությունների եւ իրավիճակի, մենք հասկանում ենք, որ այդ հայտը չի ներկայացվում, բանակցությունները չեն վարում, որտեղ փակ խոսակցությունների ժամանակ բնական է ասել են մի ներկայացրեք հայտ, որովհետև մենք ձեզ չենք ընդունելու, չենք էլ սպասում։ Սա է իրականությունը, պետք չի լինել հակառուսական, հակարևմտյան, պետք է լինել պրագմատիկ, վարել ճիշտ բալանսավորված քաղաքականություն ըստ մեր անհրաժեշտությունների եւ մեր շահերի եւ հասկանալ մի բան, որ Հայաստանը այսօր պետք է հույսը դնի առաջի հերթին իր վրա, ոչ թե սրա կամ նրա եւ հետո հիասթափվի։ Սա է ռեալ պոլիտիկա, ուրիշ տարբերակ չկա։ Բաժանորդագրվեք իմեջին եւ գրեք անպայման մեկնաբանություններում ձեր կարծիքը։